Գագաթնաժողովը, այսպես ասած, Նիկոլ Փաշինյանը փորձելու է վերածել իր նախընտրական քեֆի, նախընտրական խնջույքի։ Ակնհայտ է, որ բնական անվտանգային միջոցառումներից բացի Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է, որպեսզի եվրոպական հանրույթի ղեկավարները, իսկ դրանք մոտավորապես 40 երկրների պատվիրակություններ են, մի մասը առաջնորդած ղեկավարությամբ, մյուսը այլ կառավարական ներկայացուցիչները, որպեսզի այդ մարդկանց մեկուսացնի Հայաստանից եւ այ ժողովրդից։ Այսինքն, դուք տեսնում եք արդեն, քաղաքում երևում են այդ նախապատրաստական աշխատանքները, Նիկոլը ամեն ինչ անելու է, որ կոպիտ ասած իր քեֆը չհարանվի եւ եվրոպական առաջնորդները չառերեսվեն իրական Հայաստանի, մեր իրական Հայաստանի, ոչ թե Նիկոլի իրական Հայաստանի խնդիրների, ցավերի, շահերի եւ դժգոհության հետ։ Այն առաջարկը, որ մենք անում ենք, շատ պարզ է։ Այդ առաջարկը հակաեվրոպական չէ, այդ առաջարկը պրո-եվրոպական է, որովհետեւ մեր առաջարկության հիմքում ընկած են իրական արժեքները եվրոպական, ինչպիսին են ազատությունը, արժանապատվությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, դեմոկրատիան, քաղաքական հետապնդումների բացակայությունը, ազատ մամուլը, այն ամենը, ինչ ոտնահարված է Հայաստանում այսօր։ Եվ չգիտեմ, գիտեք արդեն թե չէ, կա համապատասխան պաշտոնական կայք, բացվել է եւ իրենք ունեն իրենց խորհրդանիշը։ Այն երկու sense կլորակներ են, ինչ որ բան են փորձել։ Հիմա ներկայացնում եմ ձեզ մեր կողմից առաջարկվող միասնական պայքարի խորհրդանիշ, հակախորհրդանիշ, իսկ իրականում այս խորհրդանիշը ավելի եվրոպական է, քան այն, ինչ որ եվրոպացիները հրամցնելու են որպես իրենց բրենդ։ Մեր առաջարկած խորհրդանիշը սա է։ Մենք վերցրել ենք որպես հիմք եվրոպական քաղաքական համայնքի կողմից գալիք գագաթնաժողովի խորհրդանիշը եւ դրան տվել ենք ավելի ազնիվ տեսք, որովհետեւ Հայաստանում պարզապես երկու բաներ չեն, այսպես ասած, կլորակներ չեն։ Հայաստանում այդ կլորակները կանդալներ են։ Հայաստանում իրենք գալիս են այստեղ ոչ թե ժողովրդավարություն քարոզելու, այլ գալիս են հիփոկրիսի երկդիմիություն քարոզելու։ Եվ մեր ուղերձը եվրոպական հանրույթին հետևյալն է։ Սա է այսօրվա Հայաստանի իրական պատկերը։ Կանդալված մարդ, կանդալված ազգ, կանդալված պետություն։ Եվ մենք մեր կոչը իրենց շատ պարզ է։ Դադարեք երկդիմիությունը, stop hypocrisy եւ stand for democracy, կանգնեք ժողովրդավարության կողքին։ Սա եվրոպական արժեքների եւ հայկական իրականության մեկտեղման սիմվոլիկա է, որ մենք առաջարկել ենք օգտագործել ասուլիսից անմիջապես հետո այս լոգոյի ֆայլերը բարձր, այսպես ասած, որակով կտեղադրվեն համապատասխան հարթակներում եւ առաջանցնելով ասեմ, որ ազատ են օգտագործման համար հանրապետականը չունի այստեղ որևէ հեղինակային իրավունքի կամ որևէ տենց էգոիստական նկրտումներ։ Հակառակը մենք առաջարկում ենք, որպեսզի բոլոր ակցիաները, որոնք պետք է տեղի ունենան այդ օրերին, իրականացվեն միասնական բրենդի տակ, եթե այս բրենդից ավելի իմաստալից եւ ավելի կրեատիվ լուծում կգտնեն ուղերձի իմաստով մեր ընդդիմադիր մյուս գործընկերները, խնդրեմ, եթե ոչ սա իրենց տրամադրության տակ է։ Եվ այսպես հանրապետականը մշակել է միջոցառումների ծրագիր, որպեսզի օգտագործի եվրոպական հանրույթի այստեղ գտնվելու փաստը բարձրաձայնելու համար երկու բլոկ խնդիրներ։ Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակը, այն է ժողովրդավարության բացակայությունը եւ Արցախ իր բոլոր բխող խնդիրներով։ Արցախի մեջ մտնում է արցախայության վերադարձի իրավունքը, ամենակարևոր բանը կներեք քաղաքական խոսույթում ընդդիմությունը հաճախ սա մոռանում է, բացի մեզանից թող ներվի, գուցե չեմ լսել, այլտեղ չեմ լսել իրոք, որ խոսքը միայն արցախայության վերադարձի իրավունքի մասին չէ։ Մենք չպետք է մոռանանք, թե ինչու է արցախայությունը հայտնվել Հայաստանում, որովհետև ենթարկվել է էթնիկ զտման, ինչը ցեղասպանական գործողություն է։ Այսինքն արցախահայության իրավունքների պաշտպանության առաջին բազային փուլը իր մեջ ներառում է միջազգային գործող մեխանիզմներով եւ հնարավորություններով այդ էթնիկ զտման ցեղասպանական գործողության հետ կապված
դիվանագիտական եւ քաղաքական ջանքեր։ Այո, հետո վերադարձի իրավունք, նյութագույքային իրավունքներ, շատ կարևոր հոգևոր մշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության իրավունքներ եւ իհարկե հայ ռազմագերիների հարցը Բաքվում, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառում։ Այսինքն մենք երկու բլոկ խնդիրներ ենք պատրաստվում բարձրաձայնել։ Այս միջոցառումները ներառելու են իրենց մեջ ինչպես բովանդակային մասնագիտական հարթակներ, այստեղ մենք դիմել ենք եւ առաջարկել ենք տարբեր հասարակական կազմակերպություններին, որպեսզի իրենք մեր աջակցությամբ, եթե կարիքը կա, ստանձնեն այդ առաջամարտիկությունը, օրինակ պատմել բազմալեզու ձևաչափերով Հայաստանում արկա իրավիճակի մասին փաստաբանների, իրավապաշտպանների, իրավաբանների, լրատվական միջոցների ներկայացուցիչների շուրթերով, այնպես էլ մենք առաջարկել ենք եւ իրականացնելու ենք նաեւ քաղաքացիական ակցիաներ, որոնք իրենց մեջ կրելու են հենց այս իմաստը՝ դեմոկրատիայի ճգնաժամ եւ Արցախ որպես խնդիր մեզ համար։ Ավելին, ես կարող եմ ջուր խնդրել, Հենրիկ ջան, ջուր կարող եմ խնդրել, ջուր կարող եմ խնդրել, շնորհակալ եմ, մերսի։ Եվ ավելին, գիտեք, որ Հայաստանի մի շարք աջակցություն են կներեք։ Գիտեք, որ Հայաստանի մի շարք քաղաքական կուսակցություններ անդամակցում են եվրոպական տարբեր ընտանիքներին եւ մեր առաջարկությունների մեջ նաեւ կա նամակի նախագիծ, որը մոտ օրերս մենք կքննարկենք մեր այլ գործընկերների հետ, որի գաղափարը հետեւյալն է. անկախ մեր քաղաքական տարաձայնությունից Հայաստանի ներսում, անկախ նրանից, թե մենք ինչ գաղափարական հիմքով որ քաղաքական ընտանիքների անդամ ենք, մենք հայկական կուսակցությունների ներկայացուցիչներս, որոնք անդամակցում են այս կամ այն եվրոպական քաղաքական ընտանիքին, պետք է միասնական բողոքի, դժգոհության եւ իրականության ձայն բարձրացնենք, եւ մենք առաջարկելու ենք այդ նամակի տակ միացյալ ստորագրահավաք անել, հիշեցնեմ ձեզ, Հանրապետականը եւ Ժառանգությունը ԵԺԿ անդամներ են Եվրոպական ժողովրդական կուսակցության, Հայ հեղափոխական դաշնակցությունը սոցիալ-դեմոկրատական ընտանիքի անդամ է, Բարգավաճ Հայաստանը կոնսերվատորների եւ բարեփոխիչների եվրոպական ընտանիքի անդամ է, ՀԱԿ-ը եւ Լուսավոր Հայաստանը լիբերալ-դեմոկրատական եվրոպական քաղաքական ընտանիքի անդամ են, որքանով ես տեսնում եմ նաեւ Հայաքվեն աշխատում է եվրոպական մեկ այլ քաղաքական ընտանիքի հետ, եվրոպական պատրիոտների հետ, եւ այստեղ պետք է նաեւ բանակցենք Արցախի կուսակցությունից մեկի հետ, աղքինում ազգային ժողովի նախագահ պարոն Ղուլյանի ղեկավարած կուսակցության հետ, որը ժամանակին անդամ էր եվրոպական ազատական ալյանսին, որտեղ իրենք անդամ են։ Այսինքն, եթե մենք կարողանանք հայկական բոլոր քաղաքական եվրո անդամություն ունեցող կուսակցություններով գալ ընդհանուր այդ տարի եւ միասնական ուղերձել եվրոպական քաղաքական գրեթե բոլոր առնվազն հիմնական ընտանիքներին, կարծում եմ, սա նույնպես կարևոր նախաձեռնություն եւ գործ պետք է լինի։ Հաջորդը, որ ես կցանկանամ ձեզ ներկայացնել, հետեւյալն է, ամսի 4-ին է բուն գագաթաժողովը, մենք կարծում ենք, որ մեկ օր շուտ կսկսենք աշխատել զուտ միջոցառումների առումով հանրության հետ կապված աշխատանքների իմաստով, տեսանելի մասով, ամսի 4-ին կլինեն տարաբնույթ ակցիաներ, որոնք արդեն ասացի ձեզ, նվիրված են լինելու Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամին եւ Արցախի խնդիրներին, ամսի 5-ին Եվրամիություն Հայաստան գագաթաժողով է նախատեսված, այդտեղ նույնպես կլինեն մեր կողմից բողոքի եւ դժգոհության ակցիաներ։ Բնական է հիմա ես ձեզ չեմ պատմելու ակցիաների մանրամասն, այսպես ասած, տեղեկատվությունը չեմ հաղորդելու, դրա կարիք այս փուլում չկա, ավելին չենք ուզում շատ բաներ պատմել, որպեսզի իշխանությունը չկարողանա շատ, այսպես ասած, տեսանելի կերպով դա ճնշել, բայց մեր ուղերձը հետեւյալն է, կանխելով ձեր հարցը նախ եւ առաջ, այո, մենք այս առաջարկությամբ սկսել ենք բանակցել, կոնսուլտացիաներ անել ընդդիմադիր հիմնական քաղաքական ուժերի հետ։ Ես արդեն այդ հանդիպում, ես եւ Դավիթ Հարությունյանը այդ հանդիպումները կամ արդեն ունեցել ենք, կամ այսօր վաղը շարունակելու ենք։ Հարցերին հետո կպատասխանեմ։ Բայց քանի որ հարցը չեմ ուզում օդում կախված լինել,
առնվազն խոսակցությունների մակարդակով մեր ընդդիմադիր գործընկերները, ում հետ ես արդեն հասցրել եմ հանդիպել, կիսում են այն մոտեցումները, որ սա հնարավորություն է Նիկոլի կազմակերպած նախընտրական խնջույքը վերածել Նիկոլի մասին եւ նիկոլական Հայաստանի մասին ճշմարտության պահի եւ սա հնարավոր է անել։ Հնարավոր է անել հաշվի առնելով անգամ այս արդեն ասացի super security վիճակը, որ իրենք փորձելու են մարզամերգային համալիրում է լինելու միջոցառում այդ մարզամերգային համալիրը եւ շրջակա տարածք ակվարիում սարքել եւ չթողել որ մարդիկ շփվեն իրական հայերի հետ, իսկական քաղաքացիների հետ եւ իմ խնդրանքը եւ հորդորը մեր բոլոր քաղաքացիներին հետեւյալն է, անկախ նրանից թե քաղաքական, հասարակական, հանրային շրջանակները ինչպիսի միջոցառումներ կարող են նախաձեռնել եւ իրականացնել, ես խնդրում եմ ցանկացած հայի, ով իր աշխատանքի կամ կենցաղի բերումով այդ պահին կարող է շփվել, տեսնել եվրոպական պատվիրակությունների որևէ անդամի ղեկավարությունից մինչև նախարար, մոտենալ եւ իր դժգոհությունը հայտնել, մոտենալ եւ ասել, որ Հայաստանում իրավիճակը այլ է, մոտենալ եւ ասել, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ժողովրդավարական չէ եւ թաքցնում է իրական վիճակը Հայաստանում։ Այսինքն շատ կարեւոր է, որպեսզի այս հարցը դառնա հասարակության սեփականությունը։ Չեմ ուզում մանրամասներ ասեմ, տեսականորեն այդ մարդիկ մնալու են հյուրանոցներում, հաց են ուտելու, տրանսպորտով գնալու են, միջոցառումներին տեսնվելու եք։ Այսինքն շատ կարևոր է, որ բացի նորից կրկնեմ, հասարակական, քաղաքական, հանրային շրջանակներից այս խնդիրը դառնա յուրաքանչյուր քաղաքացու հետաքրքրության եւ թասիբի խնդիր, որ մոտենալ, չեմ ասում են Ուրսուլա վան դեր Լեյնին գուցե չստացվի մոտենալ, բայց այդ ժամանակ երբ որ տեսնում ենք, շփվում ենք, սպասարկում ենք, տանում ենք իրանց, հաց ենք տալիս կամ հյուրանոց ենք տրամադրում համար, ասել իրականությունը։ Ես հասկանում եմ, որ այդտեղ կան ռիսկեր, բայց կներեք այդ ռիսկերն էլ նաև այն գինն են, որ մարդ վճարում է իրան մարդ զգալու համար։ Եվ սա կարևոր է, կարծում եմ, որ սա դառնա հանրության սեփականությունը։ Այս մոտեցումը ուզում եմ կանխել բոլոր տեսակի շահարկումները նորից, սա հակաեվրոպական չէ, հակառակը, ճիշտ հակառակը, սա իրական եվրոպական արժեքների արդյունացման, վերակենդանացման եւ արժեվորման հնարավորությունը Հայաստանի կողմից եւ հայ ժողովրդի համար, որովհետեւ այն վիճակը, որ մենք ունենք այսօր Հայաստանում, դա օրեցօր սաստկացող ավտոկրատիան է, օրեցօր սաստկացող ավտորիտար ռեժիմն է, դա հեչ եվրոպական արժեք չէ։ Հետևաբար մեր մոտեցումը այս երկու օրերին լինելու է, մենք ուրեմն անգլերեն ասենք, հա, որպեսզի pro-freedom, pro-justice եւ pro-rule of law։ Սա է մեր ուղերձը եվրոպական քաղաքական հանրությանը։ Հայաստանի ընդդիմությունը առնվազն հանրապետական կուսակցությունը pro-freedom-ը, pro-justice-ը եւ pro-rule of law-ը։ Մնացած ամեն ինչը Կրեմլի ագենտ, 5-րդ շարասյուն, ես իմ եռագլուխ, քառագլուխ, անգլուխը խոսում է, երկիր անգլուխ թողած մարդը գլուխներ է հաշվում։ Ինչևէ, ուզում եմ ասեմ, որպեսզի զերծ մնալ գեոպոլիտիկ շահարկումներից, նորից կրկնեմ, սա եվրոպական արժեքների վերաիմաստավորման հնարավորությունն է եւ այդ արժեքների համար, իրական արժեքների համար պայքարա, ազատության, ժողովրդավարության, արդարության, օրենքի գերակայության եւ մնացածի համար եւ ոչ թե որևէ մեկի, այսպես ասած, ագենտություն։ Ես այստեղ փորձեմ վերջակետ դնել, որովհետեւ կարող եմ անընդմեջ խոսել եւ ասելիքներ շատ եւ ձեզ եմ կարոտել, բայց գիտեմ հարցեր ունեք։ Խնդրեմ։ Գիտեք, մի մասը ես վստահ եմ չգիտի, չի խորացել։ Մի մասը գիտի, բայց իրեն դնում է այն հայտնի կենթանու կարգավիճակում, ես էշի հետ չէ, ես կապիկի հետ եմ, որ փակում աչքեր, ակնարկները եւ բերանը։ Եվ այդ մարդիկ իրենց պետք է կոմֆորտ զոնայից հանեն։ Եթե չգիտեն, թող իմանան, եթե գիտեն, բայց իրենց թվում է կարող են այդ արևելյան օրացույցի այդ կենթանակերպի պահվածքով դրսևորել իրենց, կներեք դա այդպես չէ։
հայ ժողովուրդը հյուրընկալ ժողովուրդ է, ես ասացի ձեզ, որ սա շատ կարևոր քաղաքական միջոցառում է ինքնին, իրան բերել է նախընտրական этаպում ակնհայտ եվրոպական էլիտաների կողմից նախընտրական միջամտություն է Հայաստանի ընտրական process-ների մեջ, այդ միջամտությունը պետք է թարս ֆրցնել։ Հնարավոր չի, չէ՞ մեկը գա մեր տուն, բոլորիս տուն դուռը բացի, նստի հաց ուտի խմի, գնա նա չհարցնի ոնց եք։ Եկեք տանք այդ ոնց եք, էլի կերեք, խմեք, գառնի, գեղարդ, սուջուխ, եսիմ, կոնյակ, կարկանդակ, ինչ ուզում եք կեք, կուկուռուզ, կերեք միասին, ինչպես, բայց մի հատ մենք պետք է ասենք մենք ոնց ենք, եւ հայ ժողովուրդը ամսի 4-ին եւ 5-ին այս հնարավորությունը ունի եվրոպացիներին ասելու welcome, մենք էլ ասենց ենք, լավ չենք իրականում, նաեւ ձեր պատճառով լավ չենք, որովհետեւ եթե չլինի արտաքին քաղաքական աջակցություն, այդ թվում եվրոպական այսօրվա կառավարիչների կողմից Նիկոլ Փաշինյանի դիրքերը էլ ավելի թուլացած կլինեին, այսպես ասենք, հա։ Այսինքն ով գիտի, բայց իրեն չիմացողի տեղ է դրել, պետք է աչքերը բացել կոմֆորտ զոնայից դուրս գալու համար, ով չգիտի, թող իմանա։ Համենայն դեպս ձեզ ասեմ, որ մինչ այս իրականացված արդեն 4 տարի այս փաստորեն այս համայնքի հավաքները կան, ոչ որևէ երկրում ընդդիմությանը չի հաջողվել, իսկ տարբեր երկրներում տարբեր խնդիրներ կան, օրինակ Ալբանիայում ա եղել նման հավաք, Ալբանիայում ժողովրդավարության հետ կապված նույնպես շատ մեծ խնդիրներ կան, Մոլդովայում ա եղել եւ այլն, որևէ երկրի ընդդիմությանը չի հաջողվել այս միջոցառումները փորձը այս միջոցառումները իշխանություններին ծառայեցնելու կասեցնել, եկեք դա անենք, էլի։ Եկեք դա անենք, ու խնդիրը այն չի, որ Վան դեր Լեյենը իր մեքենայից պետք է Աշոտյանին տեսնի այս պլակատով։ Խնդիրը այն է, որ եվրոպական, քաղաքական, տեղեկատվական, ինֆորմացիոն շրջանակները պետք է նաև այս տեսակ լրահոս տան այդ օրերին։ Խնդիրը այն է, եթե ուզում ենք շատ ավելի բաց, որ մեր սփյուռքահայ հայրենակիցները իրենց երկրներում որ այն հայրենակիցները, որոնք կիսում են երկրի եւ հայ ժողովրդի ապագայի հետ կապված այս մտահոգությունները, տեղում նաեւ բարձրաձայնեն այս հարցերի մասին։ Այսինքն սա ցանցային ապակենտրոն պայքարի խնդիր է, այո, ընդդիմությունը քաղաքական ուժերը ունեն իրենց անելիքները եւ նորից կրկնեմ, մենք որևէ բան չենք պարտադրում, բնականաբար, որևէ մեկի վրա մունատ գալու ցանկություն չունենք, ոչ էլ այդ նպատակով ենք այս առաջարկը արել, բայց առաջինը մենք ենք այդ առաջարկությունն արել դեռևս շաբաթներ շարունակ եւ Սերժ Սարգսյանը համագումարին դրա մասին խոսել է, թող մարդը իր ակցիաները անի, այսպես հա, այնց շատ ուղիղ ասեմ, բացարձակ կարիք չկա, որ բոլորը միտեղ հավաքվեն, թող բոլորը անեն իրենց ակցիաները, ավելին ասեմ, ես հանդիպել եմ արդեն նաեւ Արցախահայության տարբեր խմբերի հետ, որոնք նույնպես ուզում են այս առիթները օգտագործեն։ Պես եկեք անենք ապակենտրոն դժգոհության, բողոքի եւ ճշմարտության ակցիաներ։ Սա է մեր ուղերձի նպատակը։ Մենք որպես օրինակ ասում ենք, մենք անելու ենք։ Կուզեք անենք միասին, շատ լավ։ Կուզեք անել առանձին, շատ լավ, բայց եկեք անենք։ Սա է մեր ցանկությունը։